Վարչապետն արդեն որոշել է, թե ով կլինի հակակոռուպցիոն կոմիտեի նոր ղեկավարը։ Նիկոլ Փաշինյանը կառավարությանը կառաջարկի, որ ներկա ու նախկին բարձրաստիճանների կոռուպցիոն հանցանքները քննող կառույցի ղեկավարի պաշտոնում հաստատեն քննչական կոմիտեի փոխնախագահ Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Փաշինյանը Facebook-ում գրել է, որ նախորդ օրերին առանձին հանդիպումներ է ունեցել հարցազրույցի փուլն անցած 3 թեկնածուների հետ։ Ընդգծել է, որ Արթուր Նահապետյանը առավելագույն միավորը հավաքած հավակնորդն է։ Պարոն Արթուր Նահապետյանի մասով ինձ թվում է, որ բավականին ինձ դուր եկավ իր բարեվարկությունը, որտեվ ես ազնվությամբ ասեմ, մենք իր մասով բավականին շատ տեղեկություններ ենք փորձել ման գալ, ստուգել եւ որևիցե էական խնդիր չենք հայտնաբերել։ Մրցութային հանձնաժողովի անդամ Քաղաքասարակության ներկայացուցիչ Դանիել Յոհաննիսյանն էր Նահապետյանի մասին դրական արտահայտվել անցած շաբաթվա հարցազրույցից հետո։ Այսօր էլ ասաց, Նահապետյանը միակ թեկնածուն է, որի մասին խորհրդի եւ ոչ մի անդամ չի պնդել, թե նա չի կարող զբաղեցնել հակակոռուպցիոնի ղեկավարի պաշտոնը։ Ամեն դեպքում Արթուր Նահապետյանի մասով չկար խորհրդի այնպիսի մի թեկնածու, որը կհամարեր, որ նա չի կարող լինել հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։ Ինչպիսին կլինի պարոն Նահապետյանի պաշտոնավարումը կոմիտեի նախագահի պաշտոնում, ժամանակ ցույց կտա։ 34-ամյա Նահապետյանը քավոր սանիկական հարաբերություններ ունի քննչականի նախկին նախագահ Արգիշտի Քարամյանի հետ, որին մեղադրյալներից մեկն անգամ իրեն անձամբ խոշտանգելու մեջ էր մեղադրել։ Այդ կասկածները, սակայն, հակակոռուպցիոն կոմիտեն չէր հաստատել։ Իմ ու պարոն Քարամյանի հարաբերությունները որևէ ձևով չեն կաշկանդում ինձ օբյեկտիվ եւ անաչառ որոշումներ կայացնելու մասով եւ անցած շաբաթ Նահապետյանը շատ կարճ էր պատասխանել լրագրողների հարցին, թե արդյոք ինքն էլ Սասուն Խաչատրյանի պես կվարվի, եթե պաշտոնը թողնելու SMS ստանա գործադիրի ղեկավարից։ Այդ մասով որևէ մտավախություն չունեմ, քանի որ ոչ մի պաշտոն հավես չի։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ այդ կառույցը 3 տարի ղեկավարած Խաչատրյանը վարչապետի հաղորդագրությունից հետո առանց բացատրության հրաժարական տվեց։ Նահապետյանն ընդամենը 2 ամիս է, ինչ քննչական կոմիտեի փոխնախագահն է։ Դրանից առաջ շուրջ 2 տարի դատավոր էր վերաքննիչ հակակոռուպցիոնում։ Կարիերան սկսել է քննիչի մասնագիտությունից ոստիկանության Շիրակի մարզի բաժնում, տարիներ անց նշանակվել է Շիրակի մարզի դատախազի տեղակալ, հետո արդեն ղեկավարել է ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտը։ Հարցազրույցի ժամանակ վստահեցրել էր շահերի բախում չի լինի, եթե հակակոռուպցիոնի ղեկավարի պաշտոնում քննի նախկին գործընկերների գործերը։ Հակակոռուպցիոն դատարանում նաև քննվել են բազմաթիվ վարույթներ, որոնք վերաբերել են քննչական կոմիտեում քննվող գործերին կամ այդ գործերով կայացված ակտերին եւ նորից կայացվել են նախաքննական մարմնի դիրքորոշմանը հակասող բազմաթիվ դատավարական փաստաթղթերին կողմից։ Հետևաբար շահերի բախում այս մասով չի կարող լինել։ Նահապետյանը նաև ընդգծել էր, որ ընտրվելիս առաջինը կկենտրոնանա երկար քննվող գործերի վրա։ Առանձին աջակցող ստորաբաժանման հիմնում, որը կոչված է լինելու այսպես կոչված մոնիտորինգի վերլուծական գործառույթներով, որպեսզի վերհանի տարբեր պետական հիմնարկներում, համայնքներում կոռուպցիոն հնարավոր ռիսկեր պարունակող իրավիճակները համապատասխան վերլուծումներ կատարի այդ կապակցությամբ թիրախային։ Նահապետյանն այսօր չցանկացավ հարցազրույց տալ։ Կառավարությունը ենթադրաբար առաջիկա նիստում կհաստատի նրա թեկնածությունը։